Շնորհակալ եմ Տիկին Գալյան զեկույցի համար։ Մի քանի հարց ունեմ կոնկրետ հենց զեկույցից բերված տվյալներից, օրինակ քաղաքացիական դատավարության էլեկտրոնային դատարանի համակարգը, որ ներդրվել է 2024 թվականի փետրվարից եւ նախատեսվում է նաեւ 2025 թվականից Գարնանը նախատեսվում է նաեւ գործարկել վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը, վարչականի մասով կուզենայի հասկանալ, որ մասում ենք հասել այս մասով, որովհետեւ քաղաքացիական մասով էլ ասեմ, որ կան խնդիրներ, որովհետեւ տվյալներում կա, որ 15000 քաղաքացիական գործ արդեն էլեկտրոնային եղանակով իրականացվել, բայց կոնկրետ բողոք ստացել ենք փաստաբանների կողմից, որ հաճախակի այդ կայքերը նորմալ չեն աշխատում, խնդիրներ են առաջացնում եւ այլն։ Այս մասով կուզենայի մի փոքր բարձաբանում լինի, հարցերս մի քանի հատ են տամ, միանգամից անդրադառնանք։ Հաշտարարության համակարգի հետ կան խնդիրներ, տեսեք մենք օրենքը ընդունեցինք, որ ամուսնալուծությունները լինեն երկու համակարգով, ոնց որ հաշտարարության ինստիտուտով, հետո գնան դատարան, բայց հիմնականում ոնց որ ավելորդ ֆինանսական բեռ է առաջանում մարդկանց վրա, երբ որ դիմում են հաշտարարություն, ինչ որ որոշակի ժամեր անվճար է, հետո նրանից հետո վճարովի, կարծես ոնց որ դիմողի համար ֆինանսական բեռ առաջացնում, ուզում եմ տեսնեմ ըստ ձեզ ինչ արդյունավետությամբ է այս համակարգը երկաստիճան աշխատում, այս մասով էլ մի փոքր բարձաբանեք, մեկ էլ տվյալներում բերված էր, որ մշակվել է սնանկության օրենսդրության բարեփոխման հայեցակարգ, որի հիման վրա 2025 թվականի ընթացքում կիրականացվի սնանկության նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներ։ Այս մասին ճիշտ ասած ես նոր էի լսում, դրա համար ուզում եմ մի փոքր սա էլ բարձաբանեք, եւ քննչական կոմիտեի հաստիքները անցյալ տարի 47 հաստիկ ավելացել, ինչքան էլի ունենք թափուր հաստիկ ու դժվար է համալրել թե ոչ։ Շնորհակալություն հարցերի համար, էլեկտրոնային վարչական դատավարության հետ կապված ասեմ, որ աուդիտը արդեն իսկ պատրաստ ծրագրի իրականացվել է եւ մենք գտնվում ենք վերապատրաստումների փուլում եւ վերապատրաստումներն արդեն իսկ իրականացվել են դատավորների շրջանում եւ նաեւ փաստաբանների շրջանում, նաեւ պետական մարմինների ներգրավվածությամբ են որոշակի քննարկումներ տեղի ունեցել, միտքը այն է, որ մինչեւ ծրագրի գործարկումը կարողանանք ծանոթացնել ծրագրի պոտենցիալ շահառուներին ծրագրի ֆունկցիոնալի հետ, որպեսզի կարողանանք անխոչնդոտ աշխատել։ Բայց քանի որ մենք գործ ունենք թվային գործիքների հետ եւ այս առումով մեր փորձը իրականում չստելով ասեմ, որ փայլուն չէ, մենք նոր ենք փորձում թվայնացվել եւ դա բավականին բարդ աշխատանք է, իհարկե խոչընդոտներ լինում են եւ առանց խնդիրների անհնար է այս ռեֆորմները իրականացնել, ինչի ապացույցն է նաեւ հենց քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգը, որի մասին դուք խոսեցիք, այս ուղղությամբ ինչ ենք անում մենք։ Մենք աշխատում ենք դատական դեպարտամենտ եւ բարձրագույն դատական խորհրդի հետ, ինչպես նաեւ փաստաբանների հետ, որպեսզի վերհանենք ամենօրյա ռեժիմով առաջացող հնարավոր խնդիրները եւ դրանց տանք լուծումներ։ Վերջին անգամ հարցի հետ կապված 3 եմ խոսել բարձրագույն դատական խորհրդի հետ, իրենք խնդիրների նոր փաթեթ էին հավաքել եւ այժմ գտնվում ենք մեր վենդորների հետ դրանք կոմունիկացնելու փուլում, որպեսզի կարողանանք հնարավորինս արագ եւ արդյունավետ տարբերակով այդ խնդիրները լուծելի դարձնենք, որպեսզի ծրագրից օգտվելը բոլորին լինի հարմար եւ խնդիրներ, դժվարություններ, արհեստական բարդություններ չառաջացնի իրենց համար։ Եվ մի բան էլ նշեմ, որ արդարադատության իրականացման բոլոր ոլորտներում, այսինքն ճյուղային բոլոր ոլորտներում մեր նպատակն է ունենալ այդ էլեկտրոնային համակարգերը։ Մենք ունենք նաև սնանկության էլեկտրոնային համակարգ, որը հանձնվել է, բայց չի շահագործվել եւ հիմա ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ համակարգն էլ կարողանանք շահագործել, ինչպես նաև աշխատանքները շարունակվում են քրեական արդարադատության էլեկտրոնային համակարգ ունենալու ուղղությամբ եւ նաև այլ ոլորտներում այդ թվայնացման գործիքներն ունենալու ուղղությամբ։ Հաշտարարների հետ կապված ձեր հարցին արձագանքելով ասեմ, որ այդ գումարները իհարկե ֆիզիկական անձինք վճարում են, բայց հետո турքից ազատվում են, եթե դատարանում վճարվելիք турքից ազատվում են, եթե հաշտարարի համապատասխան որոշումը հաստատվում է դատական կարգով, այսինքն ըստ էության ֆինանսական մեծ բեռի առաջացման մասին չէ խոսքը եւ դուք ընտանեկան վեճերի մասին խոսեցիք,
Եվ մի բաներ նշեմ, որ անվճարունակների համար, որոնք իրապես անվճարունակ են, անվճար է հաշտարի ծառայությունից օգտվելը։ Ընտանեկան վեճերի հետ կապված մենք պիլոտային ուզում էինք ներդնել պարտադիր հաշտարարության ինստիտուտը, օրենքը ընդունեցինք արդեն, բայց իմ գործընկերը ինձ կուղղի դեռ չունենք փաստացի դեպք, որովհետև չի գործում համակարգը, այո, ուժի մեջ չի մտել, մենք նույնականացման խնդիր ունեինք լուծելու համակարգից օգտվելու տեսանկյունից որոշում կայացվեց, որ ես եմ համակարգի միջոցով պետք է նույնականացումը տեղի ունենա եւ ուժի մեջ մտնելուց հետո կարծում եմ, որ առաջին փուլով հենց կգործարկենք այդ պարտադիր հաշտարարության ինստիտուտը ընտանեկան վեճերի հետ կապված, գնի հետ կապված էլ կառավարության համապատասխան որոշում ունենք, 1 ժամը 10,000 դրամ է ֆիքսված հաշտարարի աշխատանքի, բայց նորից եմ կրկնում, պետական տուրքից այլևս կողմերը ազատվում են, եթե իրենց վեճը ավարտեն հաշտարարությամբ։ Սնանկության հետ կապված օրենսգրքի նախագիծը արդեն պատրաստ է ըստ էության, սա նորություն է, դեռ միասին չենք հասցրել քննարկել եւ կարծում եմ, որ շուտով պետք է հանրային քննարկման դնենք, իհարկե զուգահեռ նաեւ որոշակի հարցեր կքննարկենք մեր ազգային ժողովի գործընկերների, այդ թվում նաեւ ձեզ հետ։ Այս օրենքի նպատակն է հնարավորություններ ստեղծել իրական սնանկության դեպքերի նորմալ բացահայտման եւ իրականացման համար եւ նաեւ ստեղծել չակերտավոր խոչընդոտներ, որպեսզի իրականում անվճարունակության հատկանիշներ չունեցող անձինք չգնան սնանկության, այսինքն սահմանել փաստաթղթերի հստակ ցանկ, որոնք որ պետք է ներկայացվեն, երբ անձը գնում է արդեն սնանկացման եւ այլն, այսինքն միտված է process-ի, այո, կեղծ կանխամտածված սնանկության դեպքեր բացառելու միտված նախագծի մասին է նաեւ խոսքը եւ առհասարակ process-ի կառավարմանը եւ մեկնաբանմանը միտված նոր նախագծի մասին է խոսքը, էլի հարց տվել, ես արդեն մոռան։ Ես այդ հարցին պատասխանել իրական չեմ կարող, որովհետև թվական տվյալների չեմ տիրապետում թափուր հաստիկների մասով, բայց եթե կարիք կա, կարող ենք հարցում կատարել իրենց եւ ուղարկել ձեզ գրավոր տարբերակով թվական տվյալներ թափուր հաստիկների վերաբերյալ։ Արձագանքում եք իրեն։ Շնորհակալ եմ Տիկին Գալյան, իրականում այո քննիչների մասով էլի ժողովրդից եկած բաներից եմ ասում բոլորը քաղաքացիների հետ շփումներից, որ հաստիկների բանկա, բայց դժվար է լրացվում եւ այլն, այդ իսկ պատճառով 47 հաստիկ լրացել է, ուզում եք տեսնել ինչքան ունենք, էլի կոնկրետ կարճ դիտարկում անեմ, ներողություն ընդհատեցի, հետաքրքիր կլինի ձեզ համար, քննչական կոմիտեն նախաձեռնությամբ էր հանդես եկել եւ մեզ հետ իհարկե քննարկել են, մենք ինքներս արդեն հանդես կգանք նախաձեռնությամբ, որպեսզի փոքրինչ ոչ թե պարզեցնենք, ես կատարելագործել կասեի քննչական հաստիկների համալրման գործընթացը, որպեսզի խնդիր չունենանք մոտ ապագայում թափուր հաստիկների հետ, ճիշտ է, հիմա չգիտեմ ինչ թափուր հաստիկներ կան, բայց համալրման գործընթացի հստակեցման հետ կապված օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգանք անպայման։